Հայ նշանավոր բժշկական ընտանիքներից ևս երկուսը, Բալայաններն ու Մարությանները, միավորվել եւ միասին ձևավորել են բժշկական մեծ գերդաստան, իրենց նպաստը բերելով Հայաստանի առողջապահության տարբեր ոլորտների ու բժշկագիտության զարգացման գործին։ Հավանաբար քչերին է հայտնի, որ անվանի գրող հրապարակախոս Զորի Բալայանը մասնագիտությամբ բժիշկ է, եւ Բալայանների բժշկական ճյուղը սկիզբ է առնում նրանից։ 6 տարից ես ուսում ստացել եմ Ռիազան քաղաքում եւ 10 տարի աշխատել եմ որպես բժիշկ Կամչատկայում։ 10 տարվա ընթացքում շատ բաներ եմ արել այնտեղ, շատ հետաքրքիր է, որտեղ շատ հաճախ պետք է գնայի տունդրան, որտեղ անընդհատ հերովա չէ կարողանում, եթե ժամանակը, եթե եղանակը վատ է, որպեսզի հելիկոպտերը գնա։ Եվ սիրում էի ես, որ ինձ ուղարկում էին հերոտունդրա։ Եվ անընդհատ ես գրում էի, անընդհատ տպագրում էի, եւ արդեն մտածեցի, պիտի վերջ տամ, չի ստացվում։ Բժշկությունը շատ եմ սիրում, բայց արդեն ինձ ամեն ինչ խլում է, այսպես ասած։ Մարդասիրական առաքելությունը որդուն փոխանցվել էր մորից։ Զորի Բալայանի մայրը Գոհար Բալայանը բուժաշխատող էր, ծնվել է Արցախում, աշխատել այնտեղ։ 1963-ին Զորի Բալայանն ավարտել է Ռեազանի Պավլովի անվան բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։ 1963-73 թվականներին Կամչատկայում աշխատել է որպես բժիշկ։ Թողնելով բժշկի աշխատանքը, Զորի Բալայանը չդադարեց սակայն հետևել բժշկության զարգացման խնդիրներին, միջազգային միտումներին, դրանք լայնորեն լուսաբանելով իր հրապարակումներում։ Ես երջանիկ եմ, որ իմ ընտանիքը եւ կինս եւ որդիս տղաս եւ երկու աղջիկս բոլորն էլ բժիշկ են։ Եվ այդ իսկ պատճառով, երբ ես հիվանդանում եմ, մեծ խնդրեմ կա, որտեղ բժիշկները շատ են, ես էլ մենակ եմ տարվում որպես հիվանդ եւ տանջվում եմ։ Սա բոլորը, այսպես ասած, կատակ է։ Հասարակական, քաղաքական, ազգային գործիչն իր մեծ ավանդն է ներդրել հայ հրապարակագրության զարգացման եւ հարստացման գործում, մշտապես ուշադրության կենտրոնում պահելով համայնայությանը հուզող հրատապ խնդիրները։ Որպես ճանապարհորդ եւ բժիշկ, Կիլիկիա եւ Արմենիա նավերով կատարած շուրջերկրյա ճանապարհորդություններով հայկական երկու հանրապետությունների պետական դրոշները պարզած, հատելով ծովեր ու օվկիանոսներ, Զորի Բալայանն իր աջակցությունն է հայտնել հայության պայքարի միջազգայնացմանը։ Բժշկի մասնագիտական գիտելիքներն անվանի գործչին օգնել են ամենուր, չնայած նրա խոսքով, բարեբախտաբար, դրանք անհրաժեշտ են եղել փոքր խնդիրներ հաղթահարելիս։ Սկսվեց այստեղ ծովագնացությունը եւ Կիլիկիայի, Եվրոպայի շուրջ եւ առաջի անգամ հայոց պատմության մեջ շուրջերկրյա ճանապարհությունը վերջ-վերջով ես ունեցել եմ բոլոր այն ինչ որ այդպիսի դեպքում պիտի ունենա բժիշկը։ Եվ ճանապարհություն կատարել ժամանակ պիտի եթե մի բան լինի, պիտի առաջի օգնությունը պայմանանից բարեբախտաբար մանր-մանր բաներ են եղել, այդ չի եղել։ Միշտ զարմանում եմ, երբ կարդում եմ բոլոր հատորները Ավիցեննայի ոչ Հիպոկրատի մասին, 17 սերունդ եղել են բժիշկներ։ Ինքը մեջտեղն է, 17, պատկերացրեք, դա ինչ է։ Դա մոլորակին պետք է եղել։ Միջևում ենք գեմակորատ Հիպոկրատով եք ապրում։ Նշանավոր գրողի, հրապարակախոսի, հասարակական ու քաղաքական գործչի, բժշկի գործունեությունը տարբեր տարիների արժանացել է բարձր գնահատականի։ Զորի Բալայանի ընտանիքում գրեթե բոլորն են ընտրել բժշկի մասնագիտությունը։ Բժշկուհի է նրա կինը, Տիկին Նելին։ Նա ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։ 1977-79 թվականներին անցել է կլինիկական օրդինատուրա, մանկաբարձություն եւ գինեկոլոգիա մասնագիտությամբ։ 1979 թվականից առ այսօր նա աշխատում է մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում որպես մանկաբարձ գինեկոլոգ։ Ուզել եմ ավելի ակտիվ, իհարկե բժշկուհի լինեմ, աշխատել եմ լավ Մարգարյան հիվանդանոցում, շատ գոհ եմ եղել, բայց իհարկե Զորին առաջինն է եղել, ինքը պիտի տանը չի եղել, ես 3 երեխա եմ մեծացրել մենակ, դրա պատճառով ես մի քիչ ավելի հանգիստ աշխատանք եմ ընտրել։ Ծնողների մասնագիտական ուղին են ընտրել նրանց 3 զավակները։ Կոչումով բժիշկների տոհմիկ ավանդույթը շարունակում է Զորի Բալայանի ավագ դուստրը Սուսաննան։ Նա ուլտրաձայնային հետազոտության մասնագետ է։ Զորի Բալայանի որդին Հայկը պատմում է, թե ինչպես իրենց տրվեց բժշկի կոչումը։ Առաջինը դարձավ բժիշկ մեր երեխաներից իմ ավագ քույրը Սուսաննան։ Նա աշխատում է այժմ Երևան բժշկական կենտրոնում որպես բժիշկ սոնոգրաֆիստ, նույնպես կարծում եմ, որ
ոչ թե կարծում եմ, հենց այդպես էլ կա, ոչ ոք իրեն չի ուղղորդել այդ մասնագիտությունը ընտրելու համար, քանի որ նա ծնվել մեծացել է այդ միջավայրում, որտեղ բոլորը բժիշկներ են եղել, իմ հայրիկը, իմ մայրիկը, իմ տատիկը, քեռուս որդին, եւ նա նույնպես ընտրել է այդ մասնագիտությունը շատ սիրով։ Հայկ Բալայանը վիրաբույժ է, բժշկական գիտությունների թեկնածու։ Նա ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը, կլինիկական օրդինատուրան անցել բուհի 2-րդ վիրաբուժության ամբիոնում։ Այժմ նա ղեկավարում է Երևան բուժկենտրոնի ընդհանուր եւ էնդոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքը, դասախոսում բժշկական համալսարանում։ Փոքրուց իմ մեջ տպավորված է եղել այնպես, որ ես միակի մասնագիտությունը, որ կարող եմ աշխատել, դա բժշկի մասնագիտությունն է։ Դրա հետ կապված կոնկրետ գործողություն, կոնկրետ քայլեր իմ ծնողների կողմից չի եղել, ուղղակի ես իմացել եմ, որ ես բժիշկ եմ լինելու փոքր ժամանակվանից եւ այդպես էլ ստացվել է։ Իմ համար դա կոչում է, դա ոչ միայն աշխատանք է, շատ սիրում եմ այդ աշխատանքը, բայց կարծում եմ դա կոչում է, քանի որ ես իրոք կարծես երևի գենետիկ մակարդակով իմ մեջ դա նստած է եղել, որ ես պիտի լինեմ բժիշկ։ Հայկը հեղինակ է մի շարք գիտական հոդվածների հայկական եւ արտասահմանյան տարբեր բարբերականներում։ Երիտասարդ վիրաբույժն անդամակցում է միջազգային բժշկական կազմակերպությունների, էնդոսկոպիկ վիրաբուժության ռուսական եւ հայկական ասոցիացիաների իսկական անդամ է։ Հայկի կինը Աննա Բալայանը եւս բժշկի մասնագիտությունն է ընտրել։ Մենք տարբեր պրոֆիլի բժիշկներ ենք, ես վիրաբույժ եմ, ինքը նույնպես սոնոգրաֆիստ է եւ միայն լրացնում է, չի խանգարում։ Բալայանների բժշկական գիծն է շարունակում նաև Զորի Բալայանի մյուս դուստրը Լուսինեն։ Նա ավարտել է Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը, անցել կլինիկական օրդինատուրա մանկաբարձություն եւ գինեկոլոգիա մասնագիտությամբ։ 2001-ից առ այսօր մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գինեկոլոգիայի բաժանմունքում է, վերարտադրողական առողջության բաժնում։ Համարում եմ, որ ես աշխատում եմ հիանալի մի բաժանմունքում, արտամարմնային բեղմնավորման բաժանմունքում, որտեղ այդ զգացումը, երբ զույգերին, որոնք երկար տարիներ չեն կարողանում հայրանալ, ունենալ երեխա, դա բառերով չի կարելի, անհնար է նկարագրել, ինչպիսի զգացումնք ես ապրում, երբ ասում ես դուք ունենալու եք երեխա։ Չեմ կարող ասել ինչպես ես դարձա բժիշկ, որ ասեմ ինչ որ պատմություն կա, ռոմանտիկ, ինչպես ես դարձա, ուղղակի ես միշտ գիտեի, որ ես դառնալու եմ բժիշկ։ Ես միշտ մանկուց գիտեի, ուրիշ բան չի էլ կարող մտածեի, որ կարող է դառնամ։ Դա ես մեծացել եմ այդ միջավայրում, որտեղ շուրջ բոլորս եղել են բժիշկներ։ Երիտասարդ բժշկուհին իր ամենամեծ ուսուցչին է համարում մայրական կողմի տատիկին Մարգարիտ Աղուկասյանին։ Նա Արցախի վաստակավոր բժշկուհի էր։ Անվանիկինը եղել է Արցախի գլխավոր գինեկոլոգը, աշխատել է մինչև 88 տարեկանը։ Ղարաբաղում շատերը իրան նայելով ուզում էին բժիշկ դառնալ։ Ինքը գիշեր-ցիրեք աշխատել է, ինքը ռայոններ է գնացել, ինքը չի նայել ստա որտեղ է այդ հիվանդը, հարսանիքում էր կամ թատրոնում էր, կանչում էին, ինքը գնում էր։ Կռվի ժամանակ այդ նկողումներում վիրահատել է, հիշում եմ, մենք էլ էինք այնտեղ Ղարաբաղում, վիրահատում էր, նկողում կեսարյան արեց 2 երեխա, 2 տղա, ու այդ ժամանակ Նաջարյան ու դոկտոր Գեյլ այնտեղ էին, եկել էին, հետերները բերել են բժշկական ամեն դեղեր, բան, իրանց անունը դրեցին։ Տիկին Նելիից բացի բժշկուհի մոր գործունեության նույն ճանապարհն ընտրեց նաև որդին Վալերի Մարությանը։ Նա աշխատել է Ստեփանակերտի մարզային հիվանդանոցում, ղեկավարել պաշտպանության բանակի բուժծառայությունը, եղել Արցախի գլխավոր վիրաբույժը։ Նրա նախաձեռնությամբ 1996 թվականին Խոջալույում ստեղծվել է զինվորական կենտրոնական հոսպիտալը։ Որպես բժիշկ ու մարտիկ նա մասնակցել է Հադրութի, Տողի, Ծամձորի, Սարիշենի ազատագրման մարտերին։ Վալերի Մարությանը, նրա գործընկեր բժիշկները եւ բուժքույրերը եղել են ռազմաճակատի գրեթե բոլոր ուղղություններում։ Նրա վիրահատած վիրավորների 80%-ը վերադարձել է շարք։ Շատ հպարտ եմ, որ նաեւ իմ քեռին, ով հանդիսացել է մեր Արցախյան պատերազմի ժամանակ բավականին մեծ գործ է արել եւ եղել է ռազմադաշտային վիրաբուժության հիմնադիրը, բուժծառայության հիմնադիրը եւ 10,000-ից ավելի հիվանդների այդ տարիներին նրանք ոտքի են կանգնեցրել եւ լինելով մեծ վիրաբույժ ինքը եւ ես այսօր շարունակում եմ, այսպես ասած, կարելի ասած մոր եղբոր գործը դրանով էլ ինձ կպարտանում եւ
ցանկացած պարագայում որ կարող են պետությանը Բժիշկ Մարուկյանի գլխավորությամբ հստակեցվել եւ առավել բարձր հիմքերի վրա են դրվել բուժծառայության կազմակերպումը, իրականացվել են սանիտարահիգիենիկ լայնածավալ աշխատանքներ, զորամասերում բացվել են անհրաժեշտ սարքավորումներով ու դեղորայքով համալրված նոր բուժկետեր։ Նա դարձավ Արցախի ռազմաբժշկական ծառայության եւ ռազմադաշտային վիրաբուժության հիմնադիրը։ Վալերի Մարուկյանի գործն այժմ շարունակում են որդին ու թոռը։ Արթուր Մարուկյանն Արցախում գլխավոր վիրաբույժ է, բժշկական գիտությունների տեխնացու, բուժծառայության գնդապետ։ Արցախյան ազատամարտի տարիներին նա բժշկական կամավորական բրիգադի կազմում աշխատել է Շուշիի, Ֆիզուլիի, Աղդամի շրջանների, Լաչինի ռազմադաշտային շարժական հոսպիտալներում, վիրահատել եւ բուժել է հարյուրավոր ազատամարտիկների, խաղաղ բնակիչների։ Արտուրի տղան այս կռվի ժամանակ ինքը առաջի օգնություններ вот первая помощь, что оказывают դիրքերում։ Արթուր Մարուկյանի որդին Մարութն այսօր շարունակում է լեգենդար բժիշկ Պապիկի սկսած գործը։ Բուժծառայության լեյտենանտնի դեպ ապրիլյան դեպքերի օրերին առաջնային բուժօգնություն ցուցաբերելու նպատակով եղել է Ղարաբաղի ադրբեջանական շփման գծում, առաջնագծում, փրկել բազմաթիվ վիրավոր զինվորների կյանքեր։ Այս պահին նա Մարուկյանների ամենակրտսեր բժիշկն է։ Իսկ Զորի Բալայանն ունի 6 թոռնիկ, որոնք դեռևս մասնագիտական կողմնորոշման հարցում վերջնական որոշում չունեն, բայց բժշկական գերդաստանի ավագ անդամները վստահ են։ Բժշկի առաքելությունը Բալայանների տոհմում ապագայում եւս կլինի շարունակական։